Պարոն Եցյան, երեք ականատես եղան Կոչուբաևի ձերբակալման դեպքին, դուք էլ այսօր եւս հայտնեցիք, որ միանում եք գործադուլին, այս մասով ձեր կարծիքն եմ ուզում լսել, գործադուլը ինչ նպատակ է հետապնդում։ Ես տեսեք, նախարարությամբ հասկանում եմ, որ իմ գործադուլը կարող է որոշակի ավելի մեծ անհարմարություններ առաջացնի պայմանավորված իմ վստահորդների հիմնական զանգվածը Արցախի լինելու հանգամանքով պայմանավորված եւ իրանց խոցելի խավի հետ կապված, բայց այնուամենայնիվ գործադուլը այս պարագայում այլ ընտրանք չունի եւ դա նվազանգույն քայլն է, որ ես պետք է կատարեմ եւ ես պարտավորված եմ զգում դա կատարել կապված Կոչուբաևին ապօրինի կանոնավորելու հետ։ Ինչ նպատակ է հետապնդում հրապարակային եւ մանավանդ դատավարական եղանակով ցույց տալ անհամաձայնությունը կայացված հայտարարակ աբսուրդային ապօրինի դատական ակտի հետ։ Միջին ծանրության հանցագործության մեղադրանքով, աբսուրդի հասնող մեղադրանքով մարդու նկատմամբ խափանման միջոց են կիրառում եւ ընդ որում կիրառում են ամենախիստ խափանման միջոցը։ Որ նախատեսված է քրեական դատավարության օրենսգրքում։ Երեք տեսանք, թե ինչպես ազգային անվտանգության ծառայողները բավականին կոշտ ձևով Կոչուբաևին բերման ենթարկեցին, կարծես թե ծանր հանցագործի էին տեղափոխում, գետնին պառկեցնելով եւ այլն, այս մասով փաստաբանին նման կերպով բերման ենթարկելը հարիր էր։ Սա ցուցադրական գործողություն է, որ ավելի շատ նպատակում եմ, այս գործողության նպատակը հիմնականում դա հրապարակային դարձնելն է եւ ցուցադրական կատարելն է, ընդ որում անմիջապես դատական նիստից հետո, երբ որ նրա կողքին կային նաեւ այլ փաստաբաններ, երեք պարոն Մելիքյանը բավականին լավ անդրադարձավ այս հարցին, շնորհով որ այնպես են ձերբակալել, ասես Սադամ Հուսեյնին են հայտնաբերել եւ նրան են ձերբակալում եւ չեմ կարծում, որ եթե Կոչուբաևին հրավիրեին, անգամ հեռախոսազանգով հրավիրեին, նա կհրաժարվեր այս կամ այն մարմինը ներկայանալուց, հետեւաբար ձերբակալումը ինքը ձերբակալման նպատակները առհասարակ այդ բարույթով ոչ իրավաչափ էին։ Հրավիրեին Կոչուբաևին ասեին ներկայացեք, թե կուզես պատրաստում եք մեղադրանք առաջադրել, Կոչուբաևը առանց որևէ խնդրի կներկայանա վարույթն իրականացնող մարմին, մանավանդ հաշվի առնելով իր փաստաբան լինելու հանգամանքը, իրավագիտակից լինելու հանգամանքը, դրա հետևանքները հասկանալու հանգամանքը, բայց այդ ձերբակալումը միակ ապօրինությունը չէ, որ երեք տեղի ունեցավ իր նկատմամբ, ավելի վառ եւ ցուցադրական ապօրինություններ նրան 2 ամսով կալանավորել է։ Ընդ որում կալանքի հիմքում նախաքննական մարմնի կողմից դրվել է Իսկ դուք որպես փաստաբան խոչընդոտելը, փախուստի դիմելը, նոր հանցանք կատարելը, որոնք այս պարագայում անիրավակայելի են։ Իսկ դուք որպես փաստաբան Կոչուբաևի գրառման մեջ հանցակազմ տեսնում եք։ Բացառում եմ։ Այո, իր գրառումը կոշտ է, այո, իր գրառումը քննադատող է, այո, իր գրառումը հնարավոր է խախտում է ինչ-որ փաստաբանի վարքագծի կանոններ, բայց ոչ հանցանք։ Ամեն դեպքում քրեական օրենսգրքի 4-ից հոդվածով նախատեսված հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի տարեք ըստ ինձ իսպառ բացակայում է։ Կրկնում եմ, իր գրառումը կոշտ է, քննադատողական է, իր գրառումը ցնցող է, հնարավոր է նաև վիրավորական, բայց ոչ հանցակազմի տարեք պարունակող։ Ես ուղղակի ցանկանում եմ հիշեցնել, երբ որ ես խոսնակը եմ լրատվականի դեմ հաղորդում եմ ներկայացնել, նշելով, որ հրապարակել եմ մի կնոջ հետ հարցազրույց, որտեղ այդ կինը հայտարարում էր, որ Գորիսի ճանապարհը պետք է փակեին եւ արցախցիները պետք է մեռնեին, քննչականը վարույթ չի նախաձեռնել, նշելով, որ դա խոսքի ազատություն է, այո, այդ գրառումը կոշտ է, քննադատող, վիրավորական, բայց ոչ հանցակազմի տարեք պարունակող։ Բայց այս պարագայում դատավորի, քննիչի եւ դատախազի ըստ իրեն անարդար մոտեցումը քննադատելու համար ինքը արժանացավ առնվազն 2 ամսյա կալանքի։